Բարև բոլորին, ես Էլենն եմ, իսկ այս վիդեոն լինելու է դասարանի կամ կուրսի այն աղջկա մասին, ում բոլորս ճանաչում ենք։ Վիդեոյում լինելու է մեկ հավաքական կերպար, ում ես եմ ստեղծել ու որոշ իրավիճակներ էլ չափազանցված է։ Ուզում եմ ասել, որ այս կերպարը չասոցացնեք որևէ մեկի հետ ու վերաբերվել միմիայն հումորով։ Սիրում եմ բոլորիդ, մաղթում բարի դիտում։ Դասարանի այն աղջիկը, երբ իրան կոմպլիմենտ ես անում։ Բարև երեխեք, ո՞նց եք։ Ոյ Լիլ ջան, ո՞նց ես փոխվել, սիրունացել ես շատ։ Հայ շորիկը քեզ շատ ասազում։ Վախ ապրես շատ, դու էլ ես շատ սիրուն։ Ես։ Ես էլ եմ սիրում։ Չէ, լսի, ես սիրուն չեմ։ Այսօր էլ շատ ահավորա տեսքս։ Դասարանի այն աղջիկը, երբ ուզում ես տնայինը արտագրել։ Լսի տնայինը գրել ես։ Տնայինը։ Չէ, լսի չեմ գրել։ Ով է գրել տնայինը, Էլեն Հայ, իհարկե, վերցրեք ստուգեք։ Այն աղջիկը, երբ դասատուն մտնում է դասարան։ Յախք երեխեք, ոնց եմ զզվում այս դասախոսից, որ հիշում եմ իրա դասն, հա։ Բարև ձեզ ընկեր Հարությունյան, ոնց եք։ Լավ եմ աղջիկս, դու Այն օրը որ թթի արաղ էիք ուզել, հեսա բերել եմ։ Շնորհակալ եմ շատ ուշադիր ես։ Ձեզ շատ եմ սիրում։ Ոխ աղջիկս, ես էլ քեզ եմ շատ Ինձ սիրում։ կլինի, չէ։ Իհարկե, դու շատ լավ մարդ ես։ Երբ դասարանի այն աղջիկը քեզանից ինչ-որ բան ա ուզում։ Կյանք, որ խնդրեմ դու խիտ կտաս, ապրես շատ։ Մերսի շատ։ Ջան, մի հատ տետրատ կտաս, ապրես շատ։ Երեխեկով թացանձեռոցիկ ունի, մի հատ ձեռներս մաքրեմ։ Չէ, անջան, քո տետրից չի, ուղղակի ես մի քիչ զզվող եմ։ Այն աղջիկը օգտագործում է միայն թանկարժեք եւ օրիգինալ կոսմետիկա։ Լսի գլոսդ կտաս մի հատ քսեմ։ Լսի գիտես, չէ, նորը որ քո գլոսը քսեցի, սաղ շրթունքներս ճակճիկել էր։ Երևի էժան ու ֆեյք ինչ-որ բան ես առել քսում։ Չէ, բայց լսի լավն է։ Չէ, ես այդ նույնից ունեմ, ու իմ հետ ոչ մի բան էլ չի լինում, դե իմը օրիգինալն է։ Քեզ էլ խորհուրդ կտամ, ու ավելի լավ է օրիգինալը առնես, թե չէ դրանք սաղ քիմիա են։ Երբ որոշում եք դասից փախնել, բայց ճանապարհին բռնվում եք։ Վերջին ժամը ինչ է։ Եկեք դասից փախնենք, էլի երեխեք։ Հա, արժե, եկեք։ Okay։ Ձեզով է թույլ տվել իմ դասից փախնեք գնաք եսիմ որտեղ։ Գիտեք, չէ, ընկեր Հակոբյան, մենակ ես էի, որ ասում էի եկեք դասին նստենք։ Էն էլ երեխեքը շատ համոզեցին, ես էլ գնացի, թե չէ դուք գիտեք, որ ես ձեր դասերը շատ եմ սիրում։ Իհարկե աղջիկս, ես քեզ լավ գիտեմ։ Երբ գրավորից հետո գնահատականներն են իմանում։ 8 եմ ստացել։ Լիլ ջան, դու ինչ ես ստացել։ 9։ Ոնց 9։ Լավ։ Ինչի է ինքը 9 ստացել։ Ես ուղղակի ընդհանրապես 8 չունեմ։ Եթե հնարավոր է ինձ կարաք 9 դնեք։ Լավ թե որ 8 չունես կդնեմ 9։ Լավ, մերսի շատ։ Այն աղջկա անհասկանալի պահվածքն ու անիմաստ կապրիզները։ Ֆու երեխեք, ես ինչ հոտ է։ Կարող է քո մազերից է։ Յախքա քո մազերից է։ Մի քիչ որակյալ շամպուն առ օգտագործի, էլի։ Կգաս աթոռներով փոխվենք, ուղղակի ես այս աթոռի վրա չեմ կարող նստեմ, անհարմար է։ Երբ դասարանի այն աղջիկը որոշում է, թե դասարանով որտեղ գնաք հանգստանալու։ Երեխեք, գալիս եք բոլորով գնանք Դուբայ հանգստանալու, բայց բոլորով պետքա գնանք, ոչ մեկ չպետքա չգա։ Ոնց դու չես ուզում։ Ինչի։ Դուբայ եղած է ինչա չես ուզում, մի $1000 բան է, էլի։ Ես հաշվել եմ, երեխեք, մարդա $1 միլիոն հավաքում ենք ու գնում ենք հանգստանալու։ Լավ չի։ Երբ մարտի 8-ին դասարանով որոշում ենք դասատուին ծաղիկ գնել։ Երեխեք, հեսա մարտի 8-ա, ասում եմ կարող է ընկեր Ստեփանյանին մի հատ շքեղ ծաղկե փունջ առնենք ու մի հատ սիրուն
Ոսկե ականջողեր։ Գժվել ես լրիվ։ Մի հատ սիրուն ծաղկե փունջ կառնենք ու վերջ։ Դե երեխեք ջան, ուսուցիչ հա վերաբերմունք հա մեզ ցույց տալիս, այդքան գիտելիք հա տալիս, մենք ամոթ չի տենց անշնորհակալի պես վերաբերվենք իրան։ Ինչա նշանակում մենակ ծաղկե փունջ տանք։ Բա ոսկեղեն, բնակարան, ոնց որ այդ մեր պարտականությունն է, էլի որ իրան ամեն ինչով ապահովենք։ Չգիտեմ, դե որ դուք չեք ուզում, ես պապայիս կասեմ, ինքը մենք ոնց որ առանձին իրան վերաբերմունք ցույց կտանք։ Դե ես ոնց որ շատ շնորհքով եմ, էլի։ Դասարանի այն աղջիկը իր ծնունդից 1 ամիս առաջ։ Երեխեք, հեսա ծնունդս է, գիտեք ինչ ճոխ եմ նշելու, ամենալավ ռեստորանում դրես կոդն է լինելու է բաց կանաչ, որ ոչ մեկը տենց գույնի շոր չունենաք, ու ստիպված գնաք փող ծախսեք, որ գաք էլի իմ ծնունդին։ Հա ու մեկ էլ ամենալավ երգիչ երգչուհիներն են երգելու, տորթն էլ լինելու է 10 հարկանի լիֆտով, որ սենց բարձրանամ վերև, կտրեմ, իջնեմ հյուրասիրեմ։ Երբ ծնունդի հաջորդ օրը եկել է դասի։ Բարև, լսի բա մեզ խի չկանչեցիր ծնունդիդ որ։ Հա երեխեք, մտածում էի ձեզ կանչեի, հետո մտածեցի ավելի լավ է ես իմ մոտիկ ընկերուհիների հետ նշեմ, էլի։ Հա, էլի նույն ձև ճոխ նշեցիր։ Ռեստորանը չստացվեց, պապան ասեց ավելի լավ է քո համար շքեղ մեքենա առնեմ, ես էլ ասեցի լավ, տենց տանն եմ արել։ Դասարանի այն աղջիկը գրավորի ժամանակ։ Լսի, կօգնես 7-ը կասես որն է։ Ինչ։ 7-ը որն ես նշել։ Որ օգնեմ։ 7-ը Դու որ տարբերակ ես։ առաջին։ Առաջին։ Ես երկրորդ եմ։ Լսի, ես երկրորդ տարբերակ եմ, ինձ կօգնես։ Ինչ։ Ասում եմ ինձ կօգնես, ես երկրորդ տարբերակ եմ։ Լսի բրծնեմ կօգնեմ, էլի բրծնեմ, հեսա վերջացնում եմ։ Ես վերջացրեցի, վերցրեք։ Խի ես տալիս տետրդ, լսի ասել էիր կօգնես, խի հանձնեցիր։ Վայ կներես, լսի մոռացել էի։ Դե ինչ այսօրվա իմ պատրաստած վիդեոն այսքանն էր, եթե ձեզ դուր եկավ այս վիդեոն կամ եթե ձեզ ծանոթ էր այս կերպարը, անպայման լայքեք ու բաժանորդագրվեք իմ ալիքին։ Հա ու մեկ էլ կոմենտներում գրեք, թե ինչ վիդեո կցանկանաք տեսնել հաջորդ անգամ։